Կերեն է ներգու աղջիկս, էդ երեխեն է կերը, հա, էդիկ իրան այն աղջիկս երեխեն է, Քրիստինայի։ Կերել են հարևանուիները, 3-4 հոգի կերել են, նույնիսկ փոքր երեխեքը։ Սոլախյանները հյուրեր են ունեցել, որոշել են մոտ 20 օր առաջ պահածոյացված վարունգի ցամ տեսել։ Ժամեր անց 1980 թվականին ծնված Քրիստինայի ինքնազգացողությունը վատացել է։ Մասնագետների ախտորոշումը հետևյալն է՝ միանշանակ բոտուլիզմ։ Հիվանդի վիճակը կարելի է գնահատել ծանր կայուն։ Դեռ չենք անցել արհեստական շնչառության, որովհետև փորձում ենք ինքնուրույնով պահել։ Քրիստինան այժմ գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Ավելի ուշ Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել եւս 2 հիվանդ։ Նույն ախտորոշմամբ պարզվել է նրանցից մեկը Քրիստինայի քույրն է 1980 թվականին ծնված Թեհմինա Սոլախյանը, մյուսը որդին 2004 թվականին ծնված Մարտին Մխիթարյանը։ Նրանց մոդել է կատարվել ստամոքսի լվացում, հոգնամ, դեզինտոքսիկացիոն թերապիա եւ պրոֆիլակտիկ կատարվել են հակաբոտուլինային շիճուկներ, կես դեղաչափի չափով դոզայով։ Բոտուլիզմը ծանր տոքսիկոինֆեկցիոն հիվանդություն է, բնութագրվում է նյարդային համակարգի վրա բոտուլոտոքսինների ազդեցության հետևանքով հարթ եւ միջածիկ զոլավոր մկանների պարեզներով եւ պարալիչով։ Թույնի ազդեցությունն ուժեղանում է ստամոքսում պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ։ Հիվանդները գանգատվում են թուլությունից, գլխացավից, առկա է լինում նաեւ գլխապտույտ, բբերի լայնացում կամ նեղացում, կոպերի իջեցում։ Թույնը պատառ է կուտակվում, այսինքն մի սննդամթերքի կողքը ամբողջությամբ կարող է թույնը լինել, բայց բանկի տակը այդ թույնի չափաբաժինը կամ շատ ցածր լինի, կամ ուրեմն ընդհանրապես չլինի։ Ապացուցված է նաև, բայց ոչ շատ օֆիցիալ բանով, որ բոտուլիզմի հավանականությունը կամ բոտուլիզմի ընթացքի մեղմությունը շատ հաճախ ալկոհոլն է պակասացնում։ Սննդային բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից։ Հարուցիչն առաջանում է բանջարեղենի վատ լվանալու եւ այն անոտ տարածության մեջ պահելու ժամանակ։ Դրել ենք դաշտի մեջ ահագին ժամանակ մնացել է, հուսով ջրի տակը մաքուր լվացել ենք։ Յուրաքանչյուր սննդամթերք պահածոյացնելուց առաջ լավ լվացվում է։ Լվացվում է հոսող ջրի տակ, լվացվում է մի քանի ժամվա ընթացքում խոզանակով պարտադիր։ Դրանից հետո գնում է մաքրման տեխնոլոգիան, որ այդ ամեն ինչը պետք է բավականին լավ մաքրվի եւ նորից լվացվի։ Այս պայմաններում սոցիալապես անապահով խումբը ջուրը միանշանակ տնտեսում է։ Մասնագետները եւս մեկ անգամ հորդորում են տնային տնտեսուհիներին առավել ուշադիր լինել, խուսափել պահածոների պատրաստումից, պատրաստելու դեպքում էլ չմոռանալ, որ հարկավոր է ուտելուց առաջ եռացնել առնվազն 30 րոպե։ Նազիլե Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։